Մեր ակնկալիքները մեկն են, դա այս իշխանության հեռացումն է։ Ամենագլխավոր ուղերձը ո՞րն էր։ Դրա իրականացնողը լինելու է մեր վարչապետի տեխնացուն, իհարկե իր թիմով։ Մենք այդ մանդատային առևտրի մեջ երբեք չենք մտնելու։ Ինձ համար դա կարևոր է, բայց արդյոք հանրության մեջ կա այդ պահանջարկը։ Ես նրանց ուղղակի խորհուրդ կտամ, որպեսզի փոխեն իրենց նիկոլական շրջանակները։ Սա հանրաքվե է Հայաստանի եւ չՀայաստանի միջեւ։ Բոլոր պատերազմներից առաջ նա խոսել է նրա մասին, որ չկա կրակոց։ Ինչու ընտրել Ռոբերտ Քոչարյանին։ Հայ ժողովուրդը ընտրում է եւ տեր է կանգնելու իր արժանապատվությանը։ Այս շաբաթվա սկզբին տեղի ունեցավ Հայաստան դաշինքի հանդիսավոր միջոցառումը, որտեղ հայտարարվեց ձեր դաշինքի տեխնացուի անունը։ Ինչ ակնկալիքներով եք մտնում ընտրական գործընթաց։ Մեր ակնկալիքները մեկն են, դա այս իշխանության հեռացումն է։ Բայց այդ համաժողովին, բացի վարչապետի տեխնացուի ներկայացումից, մենք նաև ներկայացրեցինք մեր ծրագրի հիմնադրույթները, թե ինչի վրա է շեշտը դրվելու։ Իհարկե նախընտրական ծրագիրը դեռ վերջնական ավարտին չենք հասցրել, որովհետև մենք որոշել ենք, որ պետք է նախընտրական ծրագիրը գրենք միասին ժողովրդի հետ, թե մեր թիմով։ Եվ հետաքրքիր հիմնադրույթներ կան, որոնք որ մենք կարևորել ենք եւ կարծում եմ, որ ժողովուրդը գնահատականը կտա արժանի։ Սկսած սոցիալ-տնտեսականից մինչև արտաքին եւ անվտանգային խնդիրներ։ Հայաստանում խնդիրները բազմաթիվ են։ Պատճառները բոլորս արդեն գիտենք, դա այս իշխանությունն է, նրանց տկարությունը։ Բայց պատճառներից բացի նաև պետք է խոսել այդ խնդիրների լուծման բանաձևի մասին, որը որ ես վստահ եմ, որ մեր թիմը վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կարող է լուծել։ Նայեք, Հայաստանում տնտեսությունը այսօր ծանր վիճակում է, չնայած որ օրինակ էկոնոմիկայի նախարարը եւ պետական կառույցները հայտարարում են ինչ-որ տնտեսական աճի մասին 7%, 7 եւ 2%, եթե չեմ սխալվում, բայց սովորական ժողովրդի համար տարբերություն չկա 7% է տնտեսական աճը, 12, 13, 50 թե 80, քանի որ ժողովուրդը տնտեսական ցիկլից դուրս է մնում եւ մարդիկ իրենց կյանքի որակի վրա, իրենց սառարաններում այդ տնտեսական աճը չեն տեսնում։ Չեն տեսնում մի քանի պատճառներով, քանի որ մեր տնտեսությունը այսօր գեր կենտրոնացած է մի քանի ճյուղերի վրա։ Բացի դրանից նաև մեր տնտեսությունը այսօր շնչում է տարածաշրջանային պատերազմների պատճառով, գիտեք, որ Հայաստանը այսօր տարանցիկ է։ Այո, ինքը տարանցիկ շրջան է, որ պատժամիջոցներից խուսափեն որոշ երկրներ։ Եվ այս եթե մեր խոշոր հարկատուների ցուցակը նայեք, կտեսնեք, որ այն գլխավոր խաղացողները դրա հաշվին աշխատող մարդիկ են։ Այսօր մարդիկ ծանր վիճակում են։ Մեր համաժողովի ժամանակ նաև հայտարարվեց, որ մենք ունենք 300,000 անհուսալի սպառողական վարկ ունեցողներ։ Դա պաշտոնական թիվն է, բայց եթե մենք նաև վերցնենք եւ համարենք անհուսալի վարկ ունեցողներ այն մարդկանց, ովքեր որ իրենց վարկերը մարելու համար պարտք են վերցնում, որ պարտ փակեն, պարտք են վերցնում, որ այդ վարկը սպասարկեն, այդ 300,000-ը հնարավոր է բազմապատկել 2-ով։ Իսկ դա գալիս է հենց իշխանությունից, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունը, այս իշխանությունը գցել է, գիտեք, ասենց ժողովրդի մեջ մի խոսք կա, որ ասում են կարուսելի մեջ են գցել։ Դա ժամանակին այդ կարուսելի մեջ ընկած էին օրինակ թմրամոլները, խաղամոլները, հարբեցողները, դա ի՞նչ է նշանակում, որ մարդ ունի շատ պարտքեր եւ այդ պարտքերը սպասարկելու համար վերցնում նոր պարտքեր, նոր վարկեր եւ սենց ինչ որ շրջապտույտի մեջ են։ Կներեք, բայց նրանք երեք հայտարարվեց, որ ասում է աղքատ մարդը չի կարող պարտք անել, մենակ հարուստներն են պարտքերով ապրում, ուրեմն մեր երկրում այդքան էլ մարդիկ աղքատ չեն։ Դա անտրամաբանական է։ Պարտքը դա պարտ մարդիկ վերցնում են ինչ որ կարիքներ հոգալու համար։ Խոսքը գնում է խելամիտ մարդկանց մասին, ովքեր իրենց ծախսերը, իսկն ֆինանսապես կրթված մարդկանց մասին։ Եվ հարուստները պարտք են վերցնում, միգուցե հարուստները պարտք են վերցնում որոշ ինչ որ, չգիտեմ, հաճույքների կամ եթե խոսքը գնում է ինչ որ բիզնեսի կամ ներդրման համար։ Բայց մեր առօրյայում ժողովուրդը պարտք է վերցնում, որպեսզի առևտուր անի, որպեսզի կարողանա, չգիտեմ,
ինչ որ իրենց նվազագույն կարիքները կարողանա հոգալ։ Այսինքն այդ խոսույթ ուղղակի անտրամաբանական է։ Տեսեք, դրամաբանական է բոլոր այս խոստումները՝ սոցիալական, տնտեսական, անվտանգային եւ այլն։ Ըստ ձեզ Ռոբերտ Քոչարյանի այդ օրվա ելույթի ամենագլխավոր ուղերձը ո՞րն էր։ Հենց այդ խոստումները, թե ինչ որ այլ ուղերձ կար։ Նայեք, երկրորդ նախագահի գլխավոր ուղերձներից մեկը դա այն է, որ նա կարող է Հայաստանը հանել այն աշխարհակահաղական կենտրոնների այն բախման կետից։ Այսինքն այն փորձը, որ նա ունի, մենք վստահ ենք, որ նա այդ բանաձև ունի, որ կարող է այդ բախման կետից Հայաստանը դուրս հանել։ Նաև 98-ից 2008 թվականներին իհարկե աշխարհակահաղական կենտրոնների հարաբերությունները այսքան լարված չէին, բայց ելիք այն բախման կետ էր։ Իսկ Հայաստանը դրանից դուրս է մնացել այդ 10 տարիների ընթացքում։ Նույնիսկ եղել են համագործակցության տարեր Հայաստանի միջոցով։ Տեսեք, հնչեց նաև խոստում պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր մեղավոր են Արցախի հանձնման հարցում, հազարավոր զոհերի հարցում։ Ըստ ձեզ ով է այդ խոստման պահանջարկը ներկայացնողը, հա? Ես օրինակ, ես ինքս Արցախից եմ, ինձ համար դա կարևոր է, բայց արդյոք հանրության մեջ կա այդ պահանջարկը։ Իհարկե կա։ Եթե այդ պահանջարկը չկա, նշանակում է, որ մարդիկ անտարբեր են մի քանի հազար զոհերի հետ կապված։ Իսկ ես չեմ ուզում հավատալ, որ մարդիկ կարող են ուղղակի մարսել, մոռանալ եւ այդ թափված արյունը գործի։ Այդ պահանջատերը ժողովուրդն է, դրա պահանջատերը նաեւ մեր թիմն է եւ դրա իրականացնողը լինելու մեր վարչապետի տեխնացուն իհարկե իր թիմով։ Պարոն Սուքոյան, իշխանության գլխավոր թեզերից մեկը նաև այն է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը չի հաղթահարելու անցողի քշեմը։ Ոչ միայն իշխանության, նաև ընդդիմությունից որոշ ներկայացուցիչներ, այդ թվում օրինակ Միասնության թվերկուսակցության անդամը նման կարծիք էր հայտնել։ Ըստ ձեզ սա որքանով է արհեստական օրակարգ եւ ում կողմից է դա ձևավորվում։ Նայեք, հակառակը համոզելու համար երկու տարբերակ կա, եթե խոսքը գնում է իշխանության մասին, պարզապես պետք է սպասենք 2-2.5 ամիս եւ ամեն ինչ բարձ կլինի։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր շրջանակներին կամ ընդդիմադիր շարքերից հանդես եկող շրջանակներին, ես նրանց ուղղակի խորհուրդ կտամ, որպեսզի փոխեն իրենց նիկոլական շրջանակները, որտեղ այդ թեզերը շրջանառվում են այդ նիկոլական միջավայրերում։ Ես վստահ եմ, եթե իրենք իրենց այդ միջավայրը փոխեն իրական ընդդիմադիր միջավայրով, իրենք էլ այդ թեզերի կրողը չեն լինի։ Իսկ ձեր ունեցած տվյալներով ինչ արդյունք կունենան այս ընտրությունները։ Մեր ունեցած տվյալները դա տարբեր տեսակի սոցիոլոգիական հարցումներ են եւ տարբեր մեթոդներով։ Մեր ակնկալիքը այսպիսին է. մենք ունենք մեծ պոտենցիալ եւ ունենք թե լավ, այսինքն ստարտային ցուցանիշ եւ դրան գումարած ունենք մեծ պոտենցիալ։ Քանի որ մենք մեր ծրագրում այդ հիմնադրույթները, որ մենք ներկայացրել ենք, դրանք թիրախային են եւ կարծում եմ, որ մարդիկ իրենց գնահատականը կտան ընտրություններին։ Պարոն Սուքոյան, ձեր ուժի կարմիր գծերը որոնք են եւ կան ինչ որ ուժ, որի հետ երբեք չեք համագործակցի։ Մեր մոտ ամեն ինչ շատ պարզ է։ Նայեք, մենք այդ մանդատային առևտրի մեջ երբեք չենք մտնելու իմ մանդատը քեզ, քո մանդատը մեզ, այս տարբերակում այ ոչ։ Մեր մոտ մի պայման կա, դա մենք բացառում ենք Նիկոլ Փաշինյանի հետ որևէ տեսակ համագործակցություն։ Իսկ մնացած ուժերի հետ կապված մենք բաց ենք, մենք առևտրի մեջ չենք մտնելու, որովհետև մենք ունենք մեկ նպատակ, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Եթե կան ուժեր, որոնք որ ավելի ընտրական պայքարի մեջ են մտնում, իրենք կարող են խնդիր ստեղծել ընդհանուր ընդդիմադիր դաշտի համար։ Եվ ամբողջ դաշտին, ընդդիմադիր դաշտին ես մի պարզ միտք ճշմարտություն կա, որ ես կուզեմ իրենք հասկանան, որ սա այդքան ընտրության մասին չէ։ Սա այդքան ընտրական քաղաքական process-ներ չեն, ինչքան որ սա, եթե սենց պարզ պրոյեկտ ենք, սա հանրաքվե է Հայաստանի եւ չՀայաստանի միջև։ Եվ սա ոչ թե ինչ-որ ենթադրություններ է, այլ այս իշխանությունը հստակ հայտնել է, որ նրանք պատրաստվում են փոխել սահմանադրությունը եւ այնտեղից հանեն մեր համար կարևոր կետեր։ Այսինքն գոյաբանական խնդիր է սա։ Միանշանակ։ Եթե այդ բոլոր ուժերը հասկանան եւ մտածեն մերպես, որ սա Հայաստանի եւ չՀայաստանի հարց է, կարծում նրանք էլ այդ առևտրից դուրս կգան։ Բայց այդտեղ ես կարծում եմ, որ դա իրենց ինչ-որ ավելի
ոչ այդքան մեծ փորձ ունենալն է եւ միանգամից մտնել sense ընտրական քաղաքական process-ների մեջ, կարծում եմ նրանք ճիշտ չեն գնահատում իրավիճակը քաղաքական։ Պարոն Սուքոյան, խոսելով իշխանության հիմնական թեզերից, չենք կարող չխոսել Փաշինյանի այն թեզի մասին, որ ասում է, եթե ես չգամ իշխանության, պատերազմ է լինելու։ Ում է ուղված այս կոչը։ Ձեր կարծիքով այս թեզը դեռ աշխատում է։ Նայեք, սա այդքան կոչ չի, իշքան սա ուղղակի սպառնալիք է եւ շանտաժ։ Հիմա այնպիսի ժամանակներ են, որ աշխարհում տարբեր տեղեր պատերազմներ են ընթանում եւ չեք գտնի մի դեպք, որ պատերազմով սպառնացել է սեփական ժողովրդին տեղի ղեկավարը։ Ընդհանրապես, որպես կանոն, պատերազմով սպառնում են իրար, չգիտեմ, թշնամի պետությունները, հակառակորդ պետությունները, բայց այսօր այդ ֆունկցիան կատարում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչի է անդիմադիր դաշտը մենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանն է Հայաստանում, ինչ որ մի ֆիլիալ է, քաղաքացիական պայմանագիր է, այս sense բաների պատճառով, որովհետեւ նա վերցնում է Ալիևյան խոսույթը եւ ինքը կիրառում է Հայաստանում։ 3 թե 3-4 օր լրագրողներին սպառնաց, որ եթե եւ ասեց, որ դուք ինձ չեք կարող ընտրել, եթե չընտրեք մնաք հաշմանդամ եւ այլն, դա ուղղակի սպառնալիք է։ Եվ նա խաղում է ժողովրդի զգացմունքների վրա, որտեղ ինքն էլ շատ լավ գիտի, որ Հայաստանում կա վախ պատերազմի նկատմամբ։ Այդ վախը երբեք չի եղել։ Նոր անկախ պետության ժամանակաշրջանում երբեք մեր ժողովուրդը ոչ մի վախ չի ունեցել պատերազմից։ Իսկ այսօր ժողովրդի մեծամասնության մոտ, երբ որ ասում ես պատերազմ, առաջին հերթին նրանք պատկերացնում են նոր զոհեր եւ պարտություն։ Ի ժամանակին, երբ որ մենք ինչ որ մի խոսակցություն լիներ եւ խոսք գնար պատերազմի մասին, դեռ մի բան էլ ավել ինչ որ հաղթանակ, ազատագրում, նոր տարածքների ազատագրում եւ այլն ինչ որ sense ավելի։ Այս թեզի գլխավոր թիրախը կրկին Ռոբերտ Քոչարյանն է եւ 2021-ին է այդպես եղել եւ հիմա է այդպես։ Այսինքն նրանք ասում են, եթե Քոչարյանը ընտրվի, պատերազմ է լինելու։ 21-ին էլ էր նույն այս հայտարարությունը հնչել, սակայն քարոզարշավի ընթացքում ձեր թիմի վարկանիշը բավականին աճել էր։ Այս քարոզարշավի ընթացքում էլ եք նույն դինամիկան ակնկալում։ Նայեք, այդ թեզը իշխանով է անտրամաբանական։ Ռոբերտ Քոչարյանը միակ Հայաստանի Հանրապետության ղեկավարն է, որի օրոք տեղի չի ունեցել պատերազմական գործողություններ։ Եվ մեղադրել նրան, որ նա կարող է գա եւ բերի պատերազմ, դա անտրամաբանական, այսինքն չունի որևէ հիմքեր։ Մենք ինչ ենք ասում։ Մենք չենք խոսում պատերազմի մասին։ Պարզապես երբ որ մենք ասում ենք արժանապատիվ խաղաղություն, մարդիկ դա ասոցացնում են ինչ-որ պատերազմի հետ, բայց չէ, այստեղ թյուրընկալումը ինչի մեջ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է մարդկանց համոզել, որ այսօր կա խաղաղություն։ Նույնիսկ նա կարողացել է համոզել, որ որոշ շրջանակներին, որ կա ոչ արժանապատիվ խաղաղություն, բայց իրականում խաղաղություն չկա, կա ինչ-որ անկանոն զինադադար։ Իսկ մենք վստահ ենք, որ մենք կարող ենք գալ եւ բերել խաղաղություն, իրական խաղաղություն, որը որ կլինի երաշխավորված եւ երաշխավորված չի լինի մեկ կենտրոնից, թե հակառակորդ կողմերից, թե տարբեր աշխարհակական կենտրոններից։ Մի բան է հայտարարություններ լսելը, մի բան է տեսնել իրականությունը։ Միթե ժողովուրդը չի տեսնում, որ խաղաղության պարագայում, օրինակ, տարածքներ չեն օկուպացվում, 120,000 մարդ չի տեղահանվում պարզապես։ Հենց այս վերջերս նաև բացահայտվեց մի դեպք, որ Սևանի արևելյան լեռների հատվածում կատարաժայռի մոտ ադրբեջանական զորքերը առաջին եկել դիրքերով։ Այդտեղ մոտավորապես 100 թե 150 մետրի մասին է, եթե համատենք ջերմուկի հետ, կարող ինչ-որ մի փոքր տարածք է, բայց ինչն է, այստեղ հետաքրքիր, որ եթե գնում ես խաղաղության, դու չես կարող մտնել հակառակորդ երկրի, դիմացի երկրի սուվերեն տարածք։ Եվ այդտեղ հետաքրքիր այն էր, եթե այդ դիրքերին նայեք, այնտեղ տեղադրված են արևային պանելներ։ Դա ինչի մասին է խոսում, որ այսինքն երկարաժամկետ են նրանք այնտեղ տեղակայելու, որտեղ արևային պանելները դրանք ինչ որ տնտեսելու միջոց են, որը որ դու տնտեսում ես, եթե օգտվում ես երկար, 5 տարի, 7 տարի, այսինքն ադրբեջանական կողմը ունի երաշխիքներ եւ ամենայն հավանականությամբ այդ երաշխիքները տվել այս իշխանությունը, որ նրանք առնվազն 7 տարի լինելու են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Եվ այս կոնտեքստի մեջ խոսել խաղաղության մասին, որ նա բերել է խաղաղության, ուղղակի աբսուրդ է։ Նմանատիպ ապացույցները, փաստերը շատ են, սկսած ադրբեջանական խոսույթից։
Իսկն այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում հասունացնում են հակահայկական տրամադրություններ, խոսում են այս վերջում էլ 3-4 օրը խոսվեց Զանգեզուրի մարզ եւ այլն։ Եթե Ադրբեջանի իշխանությունները հակված են խաղաղության, նման խոսույթ իշխանական կամ պրոիշխանական մակարդակում չի լինի, որովհետեւ այդ խոսույթը ինքը ստեղծում է տրամադրություններ իրենց ժողովրդի մոտ։ Եվ հետո այդ տրամադրությունները, որ իրենք ստեղծեն, այսինքն հակահայկական, պատերազմական, հետո երբ այդ տրամադրությունները արդեն վերածվեն պահանջի, ինչ են անելու։ Այսինքն սա ինչ որ մի նախապատրաստական աշխատանք է։ Երբ Փաշինյանին այդ մասին հարց են տալիս, օրինակ չեմ հիշում կոնկրետ դիրքը, բայց հարցրեցին ինչու է Ադրբեջանը առաջ խաղացում ունեցել ու դիրք կահավորել, սահման կահավորել, ասում է ով է նման բան ասել, կրակոց չի եղել, ուրեմն խաղաղություն է։ Այսինքն այսպիսի քայլերով Ադրբեջանը կարող է առանց կրակելու կամաց առաջ գալ եւ հասնել Երևանին։ Նայեք, կրակոց չէր եղել, շատ քիչ էին 20 թվականին, 19 թվականին, ամեն անգամ այդ աղետից պատերազմից առաջ Նիկոլը մի քանի պատերազմներ է չէ բերել։ Բոլոր պատերազմներից առաջ նա խոսել է նրա մասին, որ չկա կրակոց։ Այսինքն այսօր ես իր մեսիջը, երբ որ նա ասում է չկա կրակոց, ես հասկանում եմ, որ կարող է լինել կրակոց եւ ամենայն հավանականությամբ կլինի։ Եվ հետո ինչքան կարող է նա այս պատերազմի սպառնալիքով վախեցնել ժողովրդին։ Լավ, Ղարաբաղը հանձնվեց, Ջերմուկը, Տավուշը, Գորիսկապան, Գեղարքունիքի, այսինքն ինչքան է լինելու այս ժողովրդին պատերազմի վախով, այս նվաստացումների միջոցով ամեն ինչ հանձնել Ադրբեջանին։ Այդպես ձեր ասած կարող է նաև եւ հասնել Երևանին։ Պարոն Սուքոյան, այս ամենը ամփոփելով, ամբողջացնելով վստահ եմ շատերի մոտ այդ հարցը կառաջանա։ Ինչու ընտրել Ռոբերտ Քոչարյանին։ Վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանին ընտրելով հայ ժողովուրդը ընտրում է եւ տեր է կանգնելու իր արժանապատվությանը, որը որ այսօր ամեն օր նսեմացվում է։ Կարող եք նաեւ կոչով կամ խնդրանքով գուցե դիմել մեր հանրությանը։ Որպես այդպեսին ինչ որ կոչեր, խնդրանքներ չկան, բայց ուղղակի իմ խորհուրդն է, որ մարդիկ լինեն հետևողական, ուշադիր լինեն ծրագրերին եւ ուշադրություն դարձնեն տեխնացուների եւ ուժերի խոստումներին։ Արդյոք այդ մարդիկ կարող են տանել այդ բեռը։ Արդյոք այսօր Հայաստանի Հանրապետությանը կարող են հանել այս բախման կետից եւ պետք է ընտրություն կատարեն այն մարդու օգտին, ով որ ունի փորձ, ունի հնարավորություններ, ունի բավականին մեծ ռեսուրսներ Հայաստանի Հանրապետությունը այս վիճակից հանելու համար։ Շնորհակալություն։